հիմա նայեք խորովածը ոնց են անում, թե չէ դրել ես լավ մսերը վառում ես, բա եղավ Արսեն ջան։ Վայ չէ, կանաչի մի դիր էլի։ Հա? Ընկերուդ լավ է, ստուգել եք։ Ինչի՞։ Ինչ ա եղել։ Քեզ բան։ Ասում բրդուծը սարքելուց մեջը կանաչի մի դիր։ Ոնց լուրջ տենց բան ասել, չեմ հավատում։ Դե հա, ասել եմ։ Կանաչի չեմ սիրում, բայց մի քիչ։ Հելեք, վերջացրենք։ Բայց այդ շատ լուրջ խնդիր է, հա։ Ասենք այդպես լուրջ հարց է, որ ես հենց հիմա մտածում եմ, շարունակեմ շփվել Եվայի հետ, թե չէ։ Լավ աղջիկ էր, տղեկ, ափսոս է։ Չէ, Էվան շատ է սիրում։ Լավ է Լիլի, ես չգիտեի որ դու այսքան միամիտ ես, հոգուդ հետ են խաղում։ Լավ է Լևոն, ամբողջ երեկոյի ընթացքում չհասկացա քո լուրջն ու կատակները։ Դե հիմա ես էլ այստեղ եմ ծնվել։ Հայաստանում ընդամենը մի անգամ եմ եղել, այն էլ շատ փոքր ժամանակ։ Լիլի ջան, ուրեմն միշտ հիշի։ Բանիրը իր բնույթով սիրում է, որ բանջարեղեն ու կանաչին միշտ իր հետ լինի։ Լավ։ Լավ, սարքի։ Ոնց սարքես տենց էլ։ Ահա, ես գտա այն աղջկանում, որ ման էի գալիս։ Մենք ամուսնանում ենք, ասեմ քեզ իմանաս։ Դե ուրեմն Լիլիթի ու Լյովի կենացը։ Ինձ պետք է այսենց աղջիկ, որ վստահի, ասի Լյովս ոնց սարքում ես, տենց ուտում եմ։ Այսենց։ Ձեր համար։ Հա Լիլի ջան, բայց դու մի քիչ լավ մտածի, որտեվ ինքը մեկ-մեկ նենց բաներ է սարքելու, որ ուտը շատ դժվար է մարսել։ Ճիշտ է։ Հասկացողը հասկացա։ Հանգստացեք մի հատ։ Լյովի ու Լիլիթի համար։ Լյովի ու Լիլիթի համար։ Միսը։ Ուզում եմ քեզ ասեմ, որ շնորհակալ եմ։ Ինչի համար։ Որ ես այսօր ապրում եմ։ Եվան հենց ես խոսում ոնց որ քեզ Փարիզ եմ տարել։ Դե ես Փարիզում եղել եմ, Բարսելոնայում էլ, Հռոմում էլ։ Բայց կհավատաս, եթե ասեմ, որ աշխարհի ամենալավ տեղը այս բակն է, քո հետ, այս մարդկանց։ Որ իմանաս ես քեզ ինչքան եմ շնորհակալ։ Արի, խոսելու բան կա։ Հիշում ես, որ ասացիր Գերմանիայում բժիշկ ես գտել։ Հիշում եմ, դու էլ ասցիր Էվանջի համաձայնվի։ Նորից նույն կարծիքին եմ, բայց զանգել էին։ Դու էիր համարս տվել։ Ես նավսյակի 2 հատ համար էի տվել, որ ինձ չընկնեին քեզ զանգեին, բայց կարևոր չի, ասատենամ ինչ էին ասում։ Ասացին, որ տեղ է բացվել։ Այդ բժիշկը կարող է 3 օրից Էվային ընդունի։ Պապ լուրջ ես ասում, 3 օրից։ Լույսը բացվի գնամ տոմսերը առնեմ, այսինքն հենց հիմա էլ առնեմ։ Սպասի, պիտի խոսենք հետը նոր։ Խոսալու բան չկա, ես ինքս կտանեմ իրան։ Տղա ջան, ոչ ենք ստիպելու, պիտի համոզենք։ Աբսուրդ է էլի։ Մարդուն պետք է համոզենք, որ իր կյանքի համար պայքարի։ Ես կխոսեմ հետը, թող տուն գա կխոսեմ, հուսով եմ կհամոզեմ։ Սա ինչ է։ Սա քեզ որտեղից։ Եվ այս շենյակից եմ գտել։ Ես այս զարդը լավ հիշում եմ։ Խանութում էր ու հատուկ պատվերով էի սարքել սա դու։ Որտեղից պետք է այս զարդը հայտնվեր եւ այս սենյակում։ Չէ։ Սա այդ զարդը չի։ Հաստատ այդ զարդն է, բա։ Չէ, ուղղակի այդ տիպի գործ է, բայց իմ սարքածը չի։ Պապ լավ էլ ետ է։ Հիմա ես չգիտեմ իմ սարքածն է թե չէ։ Ասում եմ նման է, բայց սա այդ զարդը չի։
Ինչ է սենյակից վերցրել։ Գողացված զարդերից մեկն էր, մտածեցի, վերեմ հասկանանք ինչի ասել։ Այդ գողացված զարդերը Էվայի սենյակում ինչ գործ ունեն։ Ինչի ես վերցրել։ Այս sense այդ հարցն ուզում եմ տամ Էվային։ Չէ, դու գործ չունես, շատ ես ընկնում քրոջդ հետևից։ Այս զարդի համար դու պատրաստ ես վիճել քրոջդ հետ։ Իսկ մեզ պետք է նրան համոզել, որ տանեն Գերմանիա, բուժման։ Դարդիր տա։ Ես կխոսեմ բժշկի թեմայով հետը։ Հուսով եմ կհամոզեմ։ Թե չէ դու ինչ էլ անես, վերջը կռիվ է դառնալու։ Չէ։ Լավ է դուր։ Ասում եմ դուր այդ զարդը։ What on? Ես եմ սարքել։ Ես ինչ ես առանձնացել։ Լավ անցնում, բայց պիտի գնամ տան։ Ոնց, ինչ գնալ։ Խորենը մի գիշերով է գնացել վաղ հետագալը պետք է տանը լինեմ որ գա։ Թող գա տենա որ տանը չես ու ինչ որ պետքա կհասկանա։ Մնացածը ես իրան կտենամ կխոսամ։ Չէ, Արսեն, հնարավոր չի։ Բայց ինչ ես եկել։ Ուզում եմ ասել, որ որոշել եմ ես ինքս իր հետ կխոսամ։ Կբացատրեմ, կասեմ, որ ուզում եմ բաժանվեմ։ Ստիպելով չի պահել։ Իսկ մինչև հիմա ոնց է պահել, ստիպելով չի պահել։ Չէ, մինչև այսօր ինձ մեկ էր։ Ես քեզ կորցրել էի, ու ինձ մեկ էր սաղ կյանքս ու հետ կապրեի չսիրելով։ Ես չեմ կարա թողում, որ դու գնաս իր մոտ, հանդիպես ու խոսաս, կամ էլ միասին։ Արսեն, դու հասկանում ես, որ ինքը մեզ միասին տեսավ այս հարցը խաղաղ չի լուծվի։ Իսկ դու հասկանում ես, որ ես չեմ ուզում քեզ ուղարկեմ իր մոտ։ Այդքանը դու հասկանում ես։ Մենք էլ չենք կորցնի իրար։ Ես ընդհանրապես խնդրում եմ մի հատ շանս, որ այս ամեն ինչը խորենի հետ հանգիստ վերջացնեմ։ Ինքը մեղավոր չի, որ ես իր հետ ամուսնացել եմ քեզ սիրելով։ Ինձ թվում է այս պատմության մեջ միակ զոհն ինքն է։ Ինչ զոհ։ Ուզում ես ասես ինքն ես պատմության մեջ զոհը։ Արսարի ոնց որ լյովա ամուսնանում է։ Եկանք։ Արսբա ինչ ես անդրամալիր։ Մտածում եմ Սոֆին դրա հետ խոսած արդեն թե չէ։ Բայց օրը նոր է բաց։ Պիտի չլսեի իրան։ Պիտի չթողեի որ գնա հետ խոսար։ Իսկ իմ կարծիքով Սոֆին ճիշտ է արս։ Թող իրանք իրենց հարցերը կարգավորեն։ Արս գործի չես այսօր։ Հա, հեսա պիտի գնամ։ Չես տենեմ ուշքում իդ գլրի ուրիշ տեղ է։ Ասենք որտեղ։ Ստա ամեն ինչ թողի Սոֆիին վերստի փախնի հաստա։ Ես կասեի ավելի հեռու։ Եթե տարբերակ լիներ ու Սոֆին համաձայն լիներ, հենց տենց էլ կանեի։ Փախնելով չի արս։ Վերջի ամուսնացած աղջիկ է, թողում իրանք ընտանիքի ներսում իրենց հարցերը կարգավորեն։ Նորից եմ ասում։ Հա բայց չեմ հասկանում, այդ տղեն ինչ անինքնասեր պետք է լինի, որ այդ աղջկան չսիրելով πάει կողք արս։ Դե դուս ա գալիս այնքան անինքնասեր ու անճար, որ աղջիկը այդ տենց է խոսում։ Ու առասարակ իրան տենց է պահում։ Չգիտեմ հազիվ եմ ինձ ասում։ Դեմքի ջպիտ հայտնվեց։ Լիլիթը դա։ Դեսեն ժպիտ մեկը հայտնվել էր, որ իրանց դաստանին նանեն թողել էր, որ իրան տուն ճանապարհի։ Հիշում ես որ եկել ասում էր կանչել եմ մարոժնի ուտելու, բայց փող չկա մոտս։ Ոնց կարամ չհիշեմ։ Բոլորիս մոտ ինչքան կոպեկ կար դրեցինք իրար վրա, որ մարոժնի աներ։ Բա որ իրան էլ ասցի, որ ես մարոժնի չեմ սիրում, դրա համար մենակ իր համար եմ առնում։ Դե դու ուրիշ տղա ես։ Միշտ էլ տակից դուրս ես եկել։ Տղեկ, Լիլիթին նրանց են նմանացնում Նանային, այսինքն ոչ թե նմանացնում, այլ երևի նույն բանն եմ զգում իր հանդեպ։ Վերջ արս։ Լյովին կորցինք։ Մենք հեչ։ Բա լյովի մնացած ընկերուները ինչ ասեն։
Բոլորին խոստացել եմ, որ պիտի ամուսնանայինք։ Կտենակ խոստանում եմ ձեզ, սաղին անխտիր կանչել եմ հարսանիքիս։ Զգացել եք, որ ինչ-որ միաժամանակ երեքից մոտոց սեր է հայտնվել։ Բայց Արսենի մոտ երբեք չի դադարել։ Հա, դե Արսինը չդադարողներից է։ Ես եմ գիշերները լսեմ ոնց էր երազի մեջ գոռում. Սոֆի, Սոֆի։ Փափուկ արջուկը գրկած։ Գուլատ եք էլի լինում ես։ Օգտվեք առեցից։ Համով է, չէ՞։ Շատ։ Բարի լույս, Բարի լույս, պապ ջան։ բան ես կորցրել։ Հա, բան էի դրել ստեղ, տենց էի հիշում, բայց հիմա ոնց որ ստեղ չի։ Սա։ Սա քեզ որտեղից։ Ես դա չէի փնտրում։ Ուզում եմ, որ անկեղծ լինես։ Գողության պահին սա եղել է խանութում։ Գողերը տարել են։ Հա։ Ինչ գործում է սա քեզ մոտ։ Ես իջնում եմ ներքևում քեզ կսպասեմ։ Համոզված եմ, ինձ չես խաբի։ Տեսնեք ավելի եմ հավանում։ Իսկը մեր համար է։ Վերևի երկու սենյակներ երեխեքի համար կլինեն։ Չէ՞ Սոֆ։ Վատը չի։ Սոֆի ջան, եթե հստակ ասեք ինչը չեք հավանում, կփորձեմ ուրիշ տարբերակներ գտնել ձեզ համար։ Հավանում է։ Մենք հենց սա էլ կվերցնենք։ Չեմ ուզում երկար ման գանք։ Կնոջ կարծիքը ամեն դեպքում շատ կարևոր է։ Համամիտ եմ։ Ուղղակի փող տվողն տղամարդն է։ Դե հա։ Նորմալ ամեն ինչ, Անի ջան։ Տունը իսկապես շատ լավն է։ Ես ուղղակի ինձ Ամերիկայում ընդհանրապես չեմ պատկերացնում։ Կսովորես։ Ես իրոք ուզում եմ, որ երկուսից սրտով լինի։ Կլինի ամեն դեպքում մի քանի տունել նայենք, նոր վերջնական որոշում կկայացնենք։ Չէ, Անի ջան, մերսի։ Մենք ընտրեցինք արդեն, շատ լավ եք աշխատում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այդ դեպքում մի հատ էլ պտտվեք նայեք, ես վերևում ձեզ կսպասեմ։ Եթե հարցեր ունենաք, ես այնտեղ եմ։ Մերսի։ Նայ որոշումը քոնն է։ Դու ստեղ քեզ լավ կզգաս։ Այտենց պարտադիր է։ Հա, ես տենց եմ ուզում։ Այս տան մեջ մեր երեխեքը կմեծանան։ Խորեն, ես քո հետ խոսելու շատ կարևոր բան ունեմ։ Սոֆ, հիմա չէ։ Մեքենա պետք է շապից վերցնեմ, ժամանակ չկա, չեմ տեղավորվում։ Գնանք հետո կխոսենք։ Դե։ Դա ինձ նվիրել են։ Ով։ Էվա, ով։ Ռոբը։ Ինքը ուղղակի ստիպված է եղել։ Աստորեն դու հարաբերությունների մեջ ես մեկի հետ ով
Ով ինձ սիրում է։ Եղա քեզ չսիրել չի լինի։ Դու լույս ես։ Աշխարհի ամենալուսավոր մարդ։ Լույս, որը շուտով կմարի։ Ու ինքը այդ ամեն ինչը իմանալով ոնց է կարողացել քեզ համոզել։ Չէ, պապ, չի համոզել։ Չի համոզել, չի խաբել, չի օգտագործել։ Ես հասկանում եմ հիմա դու ինչ ես զգում, բայց խնդրում եմ ինձ վստահի։ Հա ջան, ես քեզ վստահում եմ։ Բայց ոնց կարող եմ վստահել մեկին, ով ինձ թալանել է։ Ու խոսքը ամենևին այդ ոսկու մասին չի։ Նա ինձնից խլել է իմ կյանքի ամենաթանկ բանը։ Պապ, եթե թույլ տաս, ես ամեն ինչ կպատմեմ ու կբացատրեմ։ Դու չես կարող պատկերացնես ինչքան սիտուացիաներ ա եղել, որ ես շատ վատ եմ եղել ու Ռոբը իրան վտանգելով ինձ ա փրկել։ Հերոս է, հա։ Հերոս գող է։ Ռոբը գող չի։ Դու գիտես, որ աղբերը Տիրան է փնտրում։ Գիտեմ։ Որ գտնի ինչ է լինելու, գիտես։ Չգիտեմ։ Ու ոնց ես պատկերացնում ինչ է լինելու։ Ինչ վերջ է ունենալու։ Ուր է գնում ես ամենը։ Դու շատ լավ գիտես ինչն է սրա վերջը։ Մի հատ վերջ ունի ես ամեն ինչը։ Էդգարը Գերմանիայում բժիշկ է գտել։ 3 օրից պատրաստ է ընդունել քեզ։ Լուրջ ես խոսում, պապ։ Հա, դու պետք է գնաս։ Ես չեմ գնալու։ Եվա, դու պետք է գնաս։ Կտրվես ես միջավայրից, ես մարդկանցից։ Դու պիտի գնաս, դու պիտի զբաղվես քո բուժմամբ։ Դու աշխարհում ամենալավը գիտես, որ ես ամեն ինչին բուժում չկա, ինչի ես սենց հանում։ Դու մոռացել ես քեզ։ Էլ չես պայքարում։ Ու այդ ամենի մեղավորը ես եմ։ Ես։ Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Եվա, սպասիր։ Եվա, սպասիր։ Եվա! Բարև։ Բարև, Աննա։ Ինչի ես կանչել։ Կանչել եմ, որ նորմալ խոսանք։ Նույն բաներն ասելու ու լսելու հավես ունես։ Նույն բաները չենք խոսալու։ Հակառակ դեպքում չենք հանդիպի։ Ինչ հյուրասիրեմ քեզ, մի հատ թարմ մրգերով հյութ ասեմ սարքեն։ Կամ կա սոված ես։ Ես չգիտեմ ես ամեն ինչը ոնց է սենց ելում։ Չգիտեմ ինձ ոնց պայեմ, հասկանում ես։ Ոչ մի ձև Էդգար։ Ոչ մի ձև մի պահի։ Եղի են ինչ կաս։ Ես հո քեզ լավ եմ ճանաչում։ Ավելի ճիշտ մտածում էի, որ ճանաչում եմ։ Մտածում էի ճանաչում եմ այն մարդուն, ում սիրում եմ։ Բայց երևի սխալվեցի։ Ես երբեք սիրուց չեմ խոսացել։ Հիմա ավելի
լուրջ հարց կա մեր կյանքում կամ մինչև էս եղել է։ Իմ երեխան իմ համար մեկ չի։ Էդ ինչ եղավ։ Ինչ ես տենց վստահ որ քո երեխան է։ Ինչ փոխվեց Էդգար։ Հիմա ինձ լավ լսի։ Եթե դու իմ կողքն ես ուզում լինես մենակ նրա համար, որ ես հղի եմ, ու ես քեզ պետք չեմ, քեզ ուղղակի երեխան է պետք։ Ուրեմն մոռացի մեր մասին։ Որովհետև ես չեմ պատկանում այն կանանց թվին, ովքեր տղամարդուն երեխու միջոցով իրենց կողքն են պահում։ Մերսի հրավերի համար։ Սպասես է գալիս եմ ես։ Եսակի բերեն ավտոն։ Խորեն իսկ կարանք սրանցի դու գնանք տուն ու հանգիստ մի դիրարիտ խոսանք։ Չէ, սով տեղ ունեմ գնալու լավ կլինի դու էլ հետս գաս։ Իսկ թվում է այդ միտքը։ Այդ տունը մեկ արդեն ընտրել ենք ու ես առնում եմ այդ։ Ու այս ամեն ինչից հետո մենք ընդունում ենք մի բան ունենք խոսալ։ Երեխա։ Всё, ապեր բերեցիր։ Merci. Նստի գնացինք։ You right there? You okay? Yeah, that's a nice little place right here. It's a nice one. I'm trying to get you some help. Like quick. Just take this bracelet. Shit! Evie! Buz! Plats. Այսինքն ամեն ինչ հնարավոր է։ Հա իհարկե, ամենաբարդն արել եք, տունն եք ընտրել։ Դե հա, շուտ կողմնորոշվեցինք։ Դե ես հիմա արդեն բոլոր փաստաթղթերը ունեմ, մանրամասն կվերանայեմ եւ ձեր տան վարկը անպայման կկազմակերպենք։ Իսկ մոտա ուրիշ քանա տվում։ Մոտ մի քանի օրվա ընթացքում կլինի ամեն ինչ։ Շատ լավ։ Լսեցի՞ր սով։ Մի քանի օրից մենք մեր տունը կունենանք ստեղ։ Իսկ ի սկզբանե ոնց է տեղի ունենում այդ ամեն ինչը։ Ամեն ինչ կապ ունի ռեյթին արձակ տանում։
Ինչ անեմ ես։ Ոնց անեմ։ Քանի անգամ եմ խնդրել, որ օգնես, որ ճիշտ ուղու վրա դնես։ Նշան տաս։ Մի նշան տաս։ Քեզ կորցրի։ Մտածում էի դրանից ավելի մեծ ցավ չեմ զգա։ Այս հիմա հարց եմ տալիս ինձ։ Կարող է քո հեռանալով պատրաստում էիր ինձ այս ցավին։ Ոնց օգնեմ Եվայի, որն է ճիշտ։ Ինչքան հարց կա, որի պատասխանները դու գիտես։ Իրան դու ես պետք։ Դու եթե այստեղ մեր կողքին լինեիր, ես այսքան շփոթված ու մենակ չէի լինի։ Այսքան անորոշ, այսքան անբացատրելի մենակ։ Առաջին անգամ ինձ այսքան անօգուտ ու անզոր եմ զգում։ Ո՞ս Stay. Sit. Down. Yes. Up, yes. Ոնց ես։ Լավ եմ, ինչի ես եկել հասել ստե։ Զանգում ես ասում ես լավ չեմ։ Ինչ անեի, չգայի։ Դե չեմ ասել լավ չեմ, ասել եմ մի քիչ լավ չեմ զգում։ Արի քեզ տանում եմ բժշկի։ Չէ։ Գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ գնանք Երևան։ Երևան։ Դրանից էլ հեշտ բան։ Երեկոյան պատրաստ կնես։ Այսինքն եթե մենք չենք կարող գնանք Երևան, Երևանն է գալի մեր մոտ։ Շատ ռոմանտիկ ես։ Հաստատ լավ ես, չէ՞։ Հա։ Ես մի քիչ գործեր ունեմ, պետք է անեմ։ Դե երեկոյան պատրաստ կնես։ Եղավ։ Ինչ լավ ես մտածել, որ այստեղ ենք եկել։ Դե սա փոքր Երևանը լոսը։ Լավ համեմատություն։ Եվ ուղղակի ուզում եմ այսօր վայելենք միասին այս երեկո։ Բայց մեկը մի բան են չի, չես ասում ինչ ա եղել։ Ուզում եմ անենք ոնց ասեցիր։ Ուղղակի վայելենք երեկո։ Բարենք։ Զարմանում եմ ոնց կարող է այսքան երջանկություն լինի մի հատ փոքր բանի մեջ։ Ինչքան քիչ եմ այս փոքր բաների մեր կյանքում։ Պապ, ինչև այս ժամ ինչ ես անում ստե։ Ինչ ես եկել, ասեցի դու գնա տուն, ես կգամ, չէ։ Չուզեցի մենակ գնալ տուն։ Ինչ ա պատել։ Խոսացիր Եվայի հետ։ Ես Եվայից չեմ հարցնում, քեզնից եմ հարցնում։ Ես երկար ժամանակ մի աղջկա հետ եմ հանդիպում։ Էդ ես վաղուց հասկացել էի։
Դու իրան ճանաչում ես, պա, Աննան է։ Մեր մոտ էր աշխատում, հետո դուրս եկավ։ Հիշեցիր։ Աննան։ Հա, ես Աննային հիշում եմ։ Շատ լավ աղջիկ է։ Բա ինչ էր թաքցնում։ Չմտածեցի, որ այսքան արագ ամեն ինչ կլրջանա։ Բա ինչի ժամանակ ձգում։ Հրավիրի մեր տուն։ Պապ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Աննան հղի է, պապ։ Ես էլ նշան եմ։ Ինչ նշան, պապ։ Նշան, որ ամեն ինչ ճիշտ է։ Չեմ հասկանում քեզ, պապ։ Պետք էլ չի։ Պետք է արագ օրինականացնել ձեր հարաբերությունները։ Իսկ թորս երբ է ծնվում։ Ես Աննային շատ ուժեղ նեղացել եմ, պապ։ Էդ ինչ ես արել, որ լուրջ նեղացել է։ Կասկածում էի, որ երեխան իմն է։ Խուճապի մատնվեցի, լուրը իրանից չէի լսել, մտածեցի խաբում է։ Չգիտեմ ինչ կատարվեց հետս այդ բանին։ Բայց հիմա փորձում եմ ամեն ինչ ուղղել։ Կարամ մի հատ շատ վատ հարց տամ։ Ումն է այս նա։ Մերն է։ Ես պահին մերն է։ Զբաղուցվեիր պլանավորել։ Ուզում ես հեքիաթի բոլոր գաղտնիքները իմանաս։ Որովհետև իրականությունն ավելի կարևոր է իմ համար։ Ես չեմ ուզում մտածեմ, որ դու ու այս պահը հեքիաթ եք։ Ուզում եմ հասկամ լիարժեք քեզ ու այս պահը։